Մարիա հեռուստասերիալում Դավիթը որոշում է անձամբ հանդիպել Արտակին, վերջ տալու համար վերջինիս անընդմեջ խառնվածությունը Մարիայի կյանքին։ Նա հստակ ձևով զգուշացնում է, որ եթե Արտակը չհեռանա նրանց կյանքից ու չթողնի Մարիային հանգիստ, ապա այս ամենը վատ ավարտ է ունենալու։ Թեև Դավիթը փորձում է պահպանել հանգստությունը, սակայն նախազգուշացումը հստակ է, հաջորդ անգամ այսքան մեղմ չի լինելու։ Արտակը լսում է ամեն ինչ, արտաքուստ հանգիստ, բայց իրականում նա ունի իր պլանը։ Արտակը գաղտնի ձայնագրում է ողջ խոսակցությունը։ Քիչ անց նա հանդիպում է Ռաֆի հետ, զրույցը լարված է։ Արտակը պատրաստ է բացահայտել Ռաֆի ամբողջ դերը այս պատմության մեջ, ասելով, որ այլևս չի պատրաստվում լռել։ Բայց Ռաֆը, ով իր պահվածքով երբեք պատասխանատվություն չի ստանձնում, փորձում է մեղադրել հենց Արտակին։ Ու երբ Արտակը վերցնում է հեռախոսը զանգելու Մարիային, Ռաֆը հանկարծակի հրում է նրան։ Արտակը ընկնում է, հարվածում գլուխն ու տեղում մահանում։ Այսպես էլ իրականություն է դառնում մեր նախորդ սերիայում ներկայացված կանխատեսումը։ Ռաֆը դառնում է մարդասպան։ Իսկ եթե դուք այս տեսանյութը դիտեք մինչև վերջ, ապա մենք կներկայացնենք նոր շոկային բացահայտում սերիալի մասին։ Սկզբում Ռաֆը չի հավատում կատարվածին, մտածելով, թե Արտակը ձևացնում է, բայց երբ հասկանում է, որ նրա մարմինը չի շարժվում, ստուգում է ու պարզում, որ Արտակը մահացել է։ Քիչ անց Ռաֆին զանգում են ոստիկանությունից, քննիչը նրան կանչում է հարցաքննության Արտակի մահվան գործով։ Պարզվում է, որ Արտակի վերջին հեռախոսազրույցը եղել է հենց Ռաֆի հետ։ Ռաֆը հորինում է ստեր ու փորձելով հմտորեն դուրս գալ իրավիճակից, ժամանակ շահում։ Տուն վերադառնալիս նա արդեն խուճապի մեջ է։ Լոգասենյակում փակված Ռաֆը չի կարողանում իրեն վերահսկել։ Նրա հոգեկան վիճակը ամբողջովին խարխալված է։ Ռաֆը մեղադրում է բոլորին, ամենից շատ Մարիային, որ նրա պատճառով ինքը դարձավ մարդասպան։ Լիլիթն ու Ալլան սարսափած են, չհասկանալով, թե ինչ է կատարվում եւ ինչպես կարող են օգնել Ռաֆին։ Իսկ Դավիթն ու Մարիան, ովքեր տեղյակ չեն այս ողբերգական զարգացումներից, թևակողում են հարաբերությունների նոր փուլ։ Դավիթն ու Աբուլը գալիս են Ռուբենի տուն։ Նրանց դիմավորում են մեծ ջերմությամբ։ Օրը վերածվում է տոնական պահի, երբ Դավիթը հանում է մատանին ու ամուսնության առաջարկություն անում Մարիային։ Մարիան համաձայնում է եւ բոլորի դեմքին ժպիտ է, չիմանալով, թե ինչ է տեղի ունենալու քիչ անց։ Հյուրերի հեռանալուց հետո տիկին Ալիսան դիմում է Նոնային, խնդրելով իրեն օգնել մի շատ կարևոր հարցում։ Նա ցանկանում է վերադարձնել Ռաֆին այն մատանին, որը Նոնան ժամանակին գտել եւ թաքցրել էր։ Ալիսան համոզված է, որ այդ մատանին այլևս չպետք է մնա իրենց տանը։ Նրա ներքին ձայնը վկայում է, որ վատ բան է լինելու եւ նա ցանկանում է ազատվել այդ խորհրդանշական իրից, բայց այս ամենը դեռ սկիզբն է։ Ոստիկանությունն Արտակի հեռախոսում հայտնաբերում է Դավիթի հետ ունեցած ձայնագրությունը։ Այդ ձայնագրությունը բավական է, որպեսզի Դավիթին դիտարկեն որպես գլխավոր կասկածյալ։ Նրան կանչում են հարցաքննության եւ որոշում ընդունում պահել կալանքի տակ։ Չնայած Դավիթը անպարտ է, սակայն այս պահին նրա դեմ եղած ապացույցները ավելի վտանգավոր են։ Ահա եւ մեր երկրորդ կարևոր բացահայտումը, որը կտեսնենք առաջիկա սերիաների ընթացքում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիան կհավատա Դավիթի անմեղությանը։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկունեն ասելի ու անտեր չես։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունես։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դաշը բարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ես թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կանտարի։ Դու լավ ես։ Կարայինք չմնք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքում։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև
Չգիտեմ։ Այսօր էլ եմ նկարահանման։ Այսօր Նեժնի նկարահանում է, էլի։ Անիմս գովազն եմ ալ։ Չէ՞ սուր։ Անեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուշ ջունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուրան։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите. Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ է։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։